24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակրի ազգային քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը ընդհանուր արդյունքներ ընտրության կհրապարակի, բայց Բարգավաճ Հայաստան կուսակցության մասով շարունակվում են անհասկանալի իրավիճակները, այն ընտրատեղամասերում, որտեղ որ հաղթանակ էին իրենք տարել, իրենց ասելով 200 ձայն վերականգնվել էր, այդ ընտրատեղամասերի արդյունքները չեղարկվեցին փաստացի։ Դուք ինչ եք կարծում, ինչ է լինելու, այս ամեն ինչը արվեց, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չմտնի խորհրդարան, թե ամեն դեպքում կարծում եք, որ այսպիսի միջոցների չեն դիմի։ Նայեք, ասել թե սորվա քաղաքական ռեժիմը ինչի կդիմի, բավական իմ կարծիքով հեշտ է, իրենց համար չկան կարմիր գծեր, հարգանք օրենքի կամ սահմանության հանդեպ, հետեւաբար ցանկացած վատագույն սցենարը հնարավոր է։ Հիմա ինչ վերաբերում է վաղվա հայտարարություն, ես կարծում եմ առանց այդ 3 տեղամասերում վերընտրություններ իրականացնելու վերջնական հայտարարել ընտրության արդյունքները հնարավոր չէ։ Որտեղ օրենքը հստակ պահանջում է, որպեսզի այն տեղերը, որտեղ չեղյալ են հայտարարվել ընտրությունները, նորից ընտրություններ իրականացվեն։ Հետաբար ընտրությունները նորից պետք է իրականացվեն, վաղը միայն նախնական տվյալները կհայտնեն, որից հետո նոր պարզ կլինի ընդհանուր տեղերի բաշխումը ըստ ստացած ձայների։ Հետևաբար չեմ կարծում, որ վաղը վերջնական ինչ-որ արդյունքներ լինեն, ամենայն հավանականությամբ վաղը նախնական արդյունքներ կլինեն, իսկ վերջնականը հայտնի կդառնա միայն այդ 3 ընտրատեղամասերում վերընտրություններ իրականացնելուց հետո։ Ինչու հանկարծ հիշեցին այդ զինվորների թեման, այսինքն այն թեման, որ քննարկվում էր, որ փաստորեն ժամը 8:00-ից հետո են, 20:00-ից հետո են նրանք տեղամասում քվեարկություն իրականացրել, բայց փաստացի հենց այդ տեղամասերում այս գործընթացը իրականացվեց եւ անվավեր ճանաչվեց։ ԲՀԿ-ն ասում է մեր համար դա արվեց, որպեսզի մենք չմտնենք խորհրդարան։ Շատ հնարավոր է, որովհետեւ նայեք, ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան շատ բան փոխում է։ Գործող ռեժիմը առանց եթե արհեստական կերպով ցույց չի տալի, որ ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ստանում է խորհրդարանը ստանում է 3/5-ը, ինչը բավարար է իր համար սահմանադրական փոփոխություններ եւ մի շարք այլ կարևոր որոշումներ իրականացնելու համար, որոնք գաղտնիք չի, ասենք թե նույն Ալիևի պահանջներն են, չէ՞, դա սահմանության փոփոխությունը, այսպես կոչված կեղծ անկլավների հանձնումը եւ այլն, այդ ամենը հնարավոր կլինի, միայն եթե իրենք ունենան 3/5 բացարձակ մեծամասնություն, որպեսզի այս անօրինականությունները իրականացնեն։ Հիմա խնդիրը դրա համար ԲՀԿ-ի մուտքը եւ ելքի հարցը շատ կարեւոր է, ինքը դառնա ռազմավարական։ Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ի մուտքը այնուամենայնիվ փակել իրենք չեն կարողանա, իսկ այդ 3 ընտրատեղամասերում եթե վերընտրություններ տեղ ունենան, ապա ԲՀԿ-ն նույնիսկ հնարավորություն կստանա ել ավելի ուժեղացնել իր դիրքերը, հետեւաբար շատ անորոշ իրավիճակ է հիմա ստեղծվել, բայց մինչև վերընտրություններ չլինեն այդ տեղամասերում, այդ անորոշությունը դեռ կպահպանվի։ Հիմա փաստացի ուժեղ Հայաստանը դիմում է ներկայացրել ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Հայաստան դաշինքը Սահմանադրական դատարանի դիմում։ Դուք կարծում եք այս ամեն ինչը արդյունք հետևանք ունենալու է եւ արդյոք ընդառաջելու են այս դիմումներին։ Գիտեք, անկախ նրանից ընդառաջեն թե չէ, բայց պետք է հստակ մեսիջ ուղարկվի եւ Հայաստանի քաղաքացիներին եւ մեր արտասահմանյան գործընկերների մյուսներին, որ Հայաստանում տեղ ունեցեն սարսափելի ընտրախախտումներ։ Որտեւ նայեք, մեր մոտ ընտրախախտում ասելով միշտ հասկանում են այդ օրը տեղ ունեցած ընտրախախտումը, բայց հիմա քաղաքական համակարգը այնպեսին որ ընտրախախտում տեղ ունեն մինչև ընտրությունները, օրինակ մինչև ընտրությունները ընդդիմության մոտավորապես 700 ակտիվիստ ձերբակալվել է, ընդդիմության օրը տասնյակ մարդիկ են ձերբակալվել, մի շարք տեղեր շտաբերն են շրջափակվել ոստիկանության կողմից, թույլ չեն տվել այդ շտաբերը աշխատել, հասկանալու է, սա ամենաազդել է ընտրության վրա, ձերբակալվել են առաջատար, ասենք թե Անդրանիկ Թևանյանն է ձերբակալվել Բարգավաճ Հայաստանից, Ալիկ Ալեքսանյանը ուժեղ Հայաստանից եւ այլն, այսինքն առաջատար քաղաքական դեմքեր, ովքեր իսկապես կարող են վճռորոշ լինեն ընտրություններում ձայների հավաքման գործում, իրանք մեկուսացել են, նշենք Արմեն Աշոտյանին մեկուսացել է մյուսներին եւ այլն, այսինքն այս ահաբեկությունը սա որոշակի քաղաքական գնահատական պետք է ստանա։ Նորից եմ կրկնում, կարևոր չէ կենտրոնական տրական հանձնաժողովը Սահմանադրական դատարանը ինչ որոշումներ կկայանացնեն։ Պարզապես շատ էս համար հասկանալ է, որ իրանք գտնում են այսօրվա ռեժիմի ենթակայության տակ։ Այս քայլով նաև նրանց որոշումները մենք նաև միջազգային հանրությանը եւ սրանց աջակցող այսպես կոչված
եվրոպական երկրներին ցույց ենք տալիս, որ մենք գործ ունենք ավտորիտար, եթե նախկինում խոսում ենք կիսա ավտորիտարիզմ ասում, հիմա ավտորիտարիզմից դեպի բռնատիրություն անցող քաղաքական համակարգի հետ գործ ունենք։ Ու այս պայմաններում առավել եւս շատ կարեւոր է Բարգավաճի մուտքը խորհրդարան, որպեսզի թույլ չտանք, որ այս ռեժիմը վերջնական, ասենք ասենք, լկտի անա ու սկսի մարդկանց Facebook-յան գրառումների համար ձերբակալի, massայաբար ձերբակալություններ իրականացնել։ Ալեն Ղևոնդյանի երեք ներխուժել են Արեգնաց Մանուկյանի բնակարան, այդ վիդեոները տարածում, որ էլի սարսափելի բան է, մարդը գալիս է դուրը ծեծում են ու բրթելով կնոջը բրթելով ներս մտնում առանց ներկայանալու, առանց ցույց տալու դատարանի որոշումը խուզարկություն կատարել եւ այլն, այսինքն այս լկտիությանը պետք է ուղղակի վերջ տալ։ Պետք է սրա դեմ համակարգված կերպով պայքարել, որպեսզի մարդկանց տները չսկսեն ներխուժել առավոտը։ Բայց ինչպես պայքարեն, եթե ընտրություններով չկարողացան ոչինչ անել։ Պայքարելու լավագույն ձևերից մեկը նաև որ առաջադար էս 3 քաղաքական ուժերը սկսեն միավորման գործընթաց։ Ստեղծեն մեկ շտաբ, սկսեն մեկ շտաբից կառավարել, այսինքն այն օրինակ նախկինում է որ կար պարակտվածություն Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեն միջև որ կար, սա պետք է վերացվի։ Այսօր Հայաստան դաշինք, Ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան այս 3 քաղաքական ուժերը պետք է միշտ ստեղծեն ընդհանուր հարթակ եւ այդ ընդհանուր հարթակից սկսեն գործ անել։ Միասնաբար, միանման քայլերով, միանման որոշումներով։ Այսինքն իրենց քաղաքական ղեկավարությունը պետք է այդ որոշումը ընդունի։ Միավորվելու է միասնաբար գործելու համար հանուն Հայաստանի Հանրապետության, որտեղ սրանք եկել են իշխանության միայն մի նպատակով, իրենց 3/5-ը պետք է մի նպատակով Ալիևի բոլոր պահանջները կատարել։ Հիշեցնենք էլ այդ պահանջները, դա եւ սահմանադրությունից անկախության հռչակագրի հանումն է, ինչու են անկախության հռչակագրի դեմ պայքարը, որտեղ անկախության հռչակագիրը Հայաստանի պատմության մեջ գրած միակ գրագետ փաստաթուղթ է, ուզում սա հատուկ շեշտեմ։ Ի տարբերություն այս սահմանադրությունը կամ առավելապես այսօր գործող սահմանադրություն, որը ընդհանրապես հակապետական սահմանադրություն է, որտեղ հենց այս սահմանադրությունը հնարավորություն տալիս, որ այն մարդը որ պահում է իշխանությունը, հավերժ վերարտադրվի։ Այսինքն բավական հանցագործ գրած սահմանադրություն ունի։ Որը Փաշինյանը դեպ չի ուզում փոխել։ Իհարկե պիտի փոխի, եթե սա իրեն երբ որ ասում են սահմանադրությունը փոխում եք, դա անկախության հռչակագրի հեղումն է անում եւ որոշակի դրություններ, բայց ոչ անկախության հռչակագրի միակ գրած քաղաքական գրագետ փաստաթուղթը, որ հստակ նպատակ է դնում ժողովրդի առջև։ Իսկ ժողովուրդը, որը ունի նպատակ, ինքը անկասելի է։ Եվ դրա համար են այս մարդիկ վախեցած։ Դրա համար այս մարդիկ պայքարում անկախության հռչակագրի դեմ, այս մարդիկ ասել նկատի ունեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագենտուրան Երևանում գործող։ Դրա համար են պայքարում հայաստանյան առաքելական սուբ եկեղեցու դեմ։ Այսինքն այս նպատակ անկախության հռչակագրի դուրս բերումը ոչնչացում է, եկեղեցու ոչնչացում է։ Այսինքն այս մարդիկ ոչ մի ազգային նպատակ չունեն։ Եվ ինչքան է մարդիկ ողոքեն ընտրությունների արդյունքից, բայց եկեք նայենք, որ այս մարդիկ ընտրությունները չկարողացան նույնիսկ 50%-ի հասնել, ունենալով ահռելի ֆինանսական, քաղաքական, ասենց ասեմ, ռազմավարական ռեսուրսներ, պետական ահռելի իշխանություն, բռնությունների պայմաններում իրենք չկարողացան 50%-ը հավաքել։ Այս ամենը կիրառելով ունենալով հիբրիդային հարձակում Հայաստանի վրա հանձինից Եվրամիության, Մակրոնի, Թրամփի, մյուսների, որոնք ամեն օր հայտարարում են։ Իսկ այն ամբողջական հաղթանակը չէ, ինչը իրենք ուզում էին կամ կարող են ասել, որ իսկապես հաղթանակ է տարել։ Նիկոլը հայտարարեց, եթե ինքը չունենա 2/3, ապա պատերազմ է լինելու սեպտեմբերին, հիշենք իր բառերը։ Ոչ թե ասում է, եթե ես չհաղթեմ, ասում է, եթե ես չունենամ 2/3, ինքը հիմա չունի 2/3-ը։ Ինքը հիմա կռվատալի գոնե 3/5 ունենալ, համար ինչը չի կարելի թույլ տալ, ուղղակի չի կարելի թույլ տալ։ Որտեղ հենց որ ինքը ունեցավ 3/3-ը, հաջորդ օրը սկսել է Տիգրանաշյանի եւ Տավուշի գյուղերի հանձնման գործընթաց, հաջորդ օրը։ Եվ Ադրբեջանը այս պահանջները ոչ միայն չի պակասեցնում, այլ միայն ավելացնում է։ Այդ որ ասում են 300,000 ադրբեջանցիների մուտքի մասին, որոնք շատերը ասում են ո՞նց են գալու, այդտենց են գալու են։ Սկզբից Տիգրանաշենը կհանձնեն, դե կբերեն կբնակեցնեն, հետո Տավուշի գյուղերը կհանձնեն, կբերեն ադրբեջանցիները կբնակեցնեն։ Ու քանի որ այդ գյուղերը եթե դու քարտեզը նայեք, օրինակ Տավուշում կամ Տիգրանաշենը որ հանձնես, ամբողջ Սյունի գնացող ճանապարհը փակվում է։ Սյունի գնացող ճանապարհը որ փակվում է, ամբողջ Արարատյան դաշտավայրի այդ մասը, ասենք թե երասխբան, իրենք դառնում են կիսանկլավ վիճակում են հայտնվում։ Այսինքն եթե նախկինում ենք տարանցիկն էին, իրենք դառնում են նույնը իրականացում է Տավուշում, Տավուշի սահմանամերձ սախ հայկական գյուղերը դառնում են կիսանկլավ վիճակում։ Եվ հասկանալ է, որ մարդիկ չեն ցանկանա ապրել մի տեղ մի բնակավայրում, եթե գիտեն իրանցից մի քանի 500 մի կիլոմետր ամենաշատ հեռավորության կամ 500 մետր վրա ադրբեջանցի զինվորներն են կամ այսպես կոչված քաղաքացիական ադրբեջանցիներն են զինված նստած իրենց տներում, արձա իրանք ցանկանան
կվախենան եւ բերքավակեն եւ արոտավայրում աշխատեն եւ այլն իրենց երեխաներին բաց թողել ու կամած սա կբերնա որ հայրը կսկսեն այդտեղից դուրս գալ, լքել այդ տարածքները, սա ադրբեջանցին հնարավորություն կտա կամած խաղաղ ճանապարհով այսպես ճակերտավոր ասած զավթել։ Սա է իրենց ծրագիրը, որը աջակցվում է Փաշինյանի կողմից եւ նրա ռեժիմը կամած թույլ է տալու ադրբեջանցիների մուտքը։ Դրան է նպաստել նաև այս 230 դպրոցների փակվելը, որը նույնպես բերելու է գյուղերի հայաթափմանը, ուսեն շարունակ։ Փաստորեն ժողովրդի կեսը Փաշինյանին չի ընտրել, ընտրողների կեսը։ Այսպես ասած, այո, կեսից ավելին չի ընտրել Փաշինյանին։ Կներեք, իսկ եթե հանենք նաև այն իշխանական ռեսուրսը, որ նրանք բառից բունի մասով ստիպած տարել են, կամ այն բանակայինների, որոնք տանում էին 16 համար արդեն ծրարի մեջ դրա տեսել ենք այդ կադրերը տալիս են, ես համոզված եմ նույնիսկ այդ 49%-ն է կեղծված թիվ։ Սա նշանակում է, որ Փաշինյանի քաղաքականությունը խաղաղության մասով, որի տակ այլ գործընթացներ են մտնում, չի կիսում ժողովուրդը։ Ոչ թե խաղաղությունը չի ուզում, այլ այն գործընթացները, որոնք պետք է իրականացվեն։ Մյուս համանազատման այդ կապված զիջումներին, որ պետք է գնանք համանadrության փոփոխություն։ Ժողովուրդը ուղղակի չի հավատում։ Փաշինյանը հիմա ինչ էլ ասի, շատ լավ հիշում են։ Եթե չեն հիշում, անդադ բարբերաբար հիշեցնում ենք, որ ինչ էր այս մարդը ասում 8 տարի առաջ, 6 տարի առաջ, 4 տարի առաջ, 5 տարի առաջ ու հիմա։ Չէ՞։ Եվ այս մարդը Այսինքն խաղաղություն ուզում են, բայց չեն հավատում, որ խաղաղություն Փաշինյանն է բերելու։ Շատ լավ մարդիկ հասկանում են, այս մարդը ոչ միայն խաղաղություն չի բերել, ասում 3 պատերազմ է բերել, էթնիկ զտում է բերել, հազարավոր հայ տղաների կանանց աղջիկների սպանություն է բերել հազարներով։ Ոչ մի լավ բան չի արել։ Այլ բանա որ հիմա եկեք ընդունենք մեկ այլ փազ, որ ռոպագանդա շատ հզոր ուժ է եւ քանի որ ամբողջ հեռուստաընկերությունները միմիայն իրենց կողմից են վերահսկվում, դա հմեկն է, դա, չգիտեմ, Արմենիան է, Շանթրան, միսը, գոր ու գիշեր իրենց ռոպագանդան են անում, որտեղ այլ ընտրանք չունեն, այլ բան ասելու դեպքում իրենց ուղղակի կփագեն։ Հայաստանում նույնպես եմ կիս ավտորիտարիզմից մենք անցնում ենք լրիվ ավտորիտար համակարգի կառուցման, որը փորձում է տեղավորվել այս հակառուսական ճամբարում, հույս ունենալով որ հակառուսական եվրոպական sense ասեմ մասնաճյուղ իրենց կաջակցի երկար ժամանակով, բայց նրանք էլ առանձնապես Հայաստանով հետաքրքրված չեն, քանի որ ստից ռուսական զորքերը դուրս բերեն ըստ իրենց պատկերացման։ Բայց շատ արագ շնորհավորեցին Փաշինյանին։ Եվրոպական երկրների ղեկավարները նույնպես եմ կրկնում։ Նայեք մարդկանց վրա տպավորում է, երբ որ գալիս են ինչ-որ եվրոպացիներ, ինչ-որ շնորհավորանքներ են անում, ինչ-որ միջոցառումներ են անցնում, Ռուբիոն է գալի գնում եւ այլն, սա տպավորում է մարդկանց վրա։ Բայց այլ բան, նայեք նույն Եվրամիության հետ մեր հարաբերությունները։ Մենք Եվրամիության հետ մինչև հիմա ունեցել ենք երկու կնքած խոշոր պայմանագիր։ Մեկը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարին, երկրորդը Սերժ Սարգսյանի։ Ամբողջ այս վերջին 8 տարում մենք Եվրոպայի հետ օրինակի համար ոչ մի պայմանագիր չենք կնքել։ Բացարձակ ոչ մի 0։ Այսինքն եթե մենք իրականում ուզում ենք հասկանանք ինչ հարաբերություններ ունենք։ Օրինակ մինչև հիմա չենք կնքել պայմանագիր Հայաստան-Եվրամիություն, չգիտեմ, չէ տնտեսական համագործակցության շուրջ։ Ժամանակին օրինակ մենք ունենք դեռ Քոչարյանի ժամանակ կնքված պայմանագիր, որով շատ հայկական ապրանքներ ցածր մաքսային ծախսերով կարող ենք տանել Եվրամիություն եւ նա շուկայում վաճառել։ Դա դադարել է այդ պայմանագիրը գործել։ Սրանք ի վիճակի չեն եղել դա երկարացնել կամ ավելի հարմար ինչ-որ մի բան կնքել։ Եվ այս պայմանները սրանք նաև գրում են Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների խզման ճանապարհով։ Եվ սա էլ է շատ լուրջ Հայաստանի համար տնտեսական խնդիրներ ստեղծում, արդեն այսօր հայ գյուղացիները ցավոք սրտի իրենց մաշկի վրա են զգում, ոնց իրենց ապրանքները չեն կարող տանալ ռուսական շուկա։ Հիմա այն մարդկանց թիվը, ովքեր որ Փաշինյանին չի ընտրել, Փաշինյանը ոչ թե այդ մարդկանց հետ է ուզում հասկանալ իր խնդիրները եւ հասկանալ, որ այդքան մարդ իրեն չի ընտրում, այլ ինքը մեղադրում է անդիմությանը։ Նա կարծում է, որ եթե անդիմության լիդերներին կանանավորի, ապա այս հարցը կարող է լուծել եւ ամբողջ մեղավորությունը այդ 3 լիդերներն են եւ սպառնում է, ասում է, որ ճնշումներ են լինելու եւ առաջիկայում սպասում են այդպիսի գործողություններ։ Նայեք, սա նույնպես խոսում է, մյուս կողմից խոսում է սովետական ռեժիմի թուլության մասին։ Մյուս կողմից խոսում է այն մասին, որ մենք գնում ենք դեպի լիակատար ավտորիտարիզմ։ Իսկ Հայաստանը կամաց հստակ քայլով գնում է բռնատիրություն դառնալու ճանապարհով, որ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար կարող են ձերբակալել կամ հեռացնել աշխատանքի, չէ, հարավոր մեր դասախոսնել Երևանի պետական համալսարանի եւ մյուս բուհերի ոչ միայն Երևանի պետական հեռացվել են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների համար։ Չէ, բառացիորեն 2 օր թե 3 օր առաջ որոշում ընդունեցին վերացնել արտասահմանյան գրականության ամբիոնը, ինչ այդ ամբիոնը ղեկավարում է Անուշ Սեթրակյանը, որը նորից ընդդիմադիր հայացքներ ունի։ Այսինքն
այս մարդիկ օգտագործում են բոլոր լծակները ընդդիմությանը ճնշելու, ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց կյանքը թունավորելու։ Ասում եք աշխարհի տալով ձայն են ստացել, այսինքն այդքան մարդ 540,000 մարդ միայն 3 այդ ընդդիմադիր ուժերին, որ ձայն է տվել, նրանք կաշառք են վերցրել Փաշինյանին։ 3 ընդդիմադիր ուժերին։ Պլյուս հաշվի առեք, որ մոտավորապես 200,000 ավել մարդեր տվել են այլ քաղաքական ուժերը, որոնք նույնպես ընդդիմադիր են, Թաթյանն աստած է, մյուսը եւ այլն, տարբեր Հայկ Մահարության եւ այլն, այսինքն տարբեր քաղաքական ուժեր են։ Բոլորը ընտրակաշառքով են փաստորեն 750,000 մարդ իրենց ձայն չի տվել։ Հետաբար արդյոք այդ բոլորը ընտրակաշառքով են։ Քանի որ այդ մարդը ընտրակաշառքից այն կողմ չի կարող մտածել, սա է խնդիրը։ Հիմա նայեք, իրենք պետական բյուջեից ընտրակաշառքներ են հիշենք ապրիլի 1-ից բարձրացրեցին այսպես կոչված թոշակները 10,000 դրամով։ Բոլորի համար է պարզ որ դա էլ ընտրակաշառքի ձև է։ Շատ արագ մցրեցին այսպես կոչված բժշկական այդ ապահովագրությունը։ Իդեպ արդեն 3 բժիշկները խոսում են, որ այդ ապահովագրությունը արդեն սպառվել է։ Այսինքն արդեն այդ ապահովության հիմնադրամը փող չկա, որ մարդիկ գալիս են այդ մինչև եթե հունիսի 7-ը մարդիկ կարող են ինչ-որ բժշկական օգնություն ստանային այդ ապահովագրության հիման վրա, հունիսի 7-ից անմիջապես հաջորդ օրը բժիշկները շեշտում են, որ այդ ապահովագրությունը դադարել է աշխատել։ Մարդիկ գալիս են որոշակի խնդիրներով, հիվանդություններով, ըստ ապահովագրության իրենք իրավունք ունեն օգտվելու, բայց ասում փող չկա։ Այսինքն բացառված չէ, որ առաջիկայում սրանք նաև փող չունեն թոշակը տալու եւ այլն, մնացած տարբեր այլ խնդիրներ։ Այսինքն ամեն ինչ արվում են, որ իշխանությունը պահպանեն։ Ցավոք սրտի սահմանադրությունը հնարավորություն է տալիս այն քաղաքական ուժին, ով ընդամենը 49% ձայն ունեցել, հաստատ իրենք ունեն 58%։ Սա նույնպես մեր սահմանադրության հանցագործ էության մասին է խոսում, կամ այն մարդկանց, ովքեր նստել հաստատուղթը գրել են, անունը դրել են սահմանադրություն։ Ինչը իրենց հնարավորություն տալիս անդադ վերարտադրվել։ Սա շատ վատ հետևանքներ ունեցող երևույթ է, սա նշանակում է գործող ցանկացած քաղաքական ռեժիմ կարող օր-օրի էլ ավելի խստացնել իր քաղաքական գործունեությունը, հետապնդումները, ամբողջ համակարգը, չգիտեմ, ընդ քննչական կոմիտեն, ոստիկանությունը օգտագործում մարդկանց նկատմամբ մասսայական զանգվածային բռնություններ եւ ահաբեկություն իրականացնելու համար։ Ցավոք սրտի ոչ մի լավ բան արել։ Կարծում եք մասսայական բռնություններ, ձերբակալություններ են լինելու։ Մենք նորից եմ գրում 700 մարդ ձերբակալվել է ընդդիմության ակտիվությունից, սա աննախադեպ է, 75 մարդ միայն այդ օրն են ձերբակալել։ Սա աննախադեպ բան է, շտաբներն են փակվել, թույլ չեն տվել։ Բայց այսպես կարողանում է կոտրել Փաշինյանը եւ իր նպատակին հասնել։ Դե ինչպես փորձը ցույց տվեց ձերբակալություններով։ Այս ընտրությունները, որ ոչ բոլորի վրա են կարողանում ազդել։ Հա, կան մարդիկ, որոնք ահաբեկված են, կան մարդիկ, որոնց վրա ազդում է, չեն կարող ասել, որ ոչ չի ազդում, չէ՞։ Կան մարդիկ, որ կարող են հրապարակայնորեն չխոսել, բայց իրեն չընտրել, այսինքն ինքը հասկանում է, որ Հիմա այսինքն նայեք, ահաբեկության ճգնաժամը այնպես չի որ լուծված է ընտրությունները։ Իհարկե, բացարձակ լուծված չի, հակառակը ճգնաժամը իմ տպարությամբ էլ ավելի խորացավ, բայց այդ թվում նաև իր վիճակը նաև շատ ավելի վատացավ, որովհետև նույնիսկ որ մարդիկ կույր են եւ չեն տեսնում այն ամեն ինչ որ կատարվում է Հայաստանում։ Հարցակում է ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց նկատմամբ, զանգվածային աշխատանքից զրկումը մարդկանց, ովքեր ունեն քննադատական վերաբերմունք ռեժիմի նկատմամբ, պատգամավորության թեկնածուների նկատմամբ հարցակումներ բարբերաբար, այսինքն այս շղթան շարունակում է եւ այս շղթան ցույց է տալիս, որ այս մարդիկ սարսափում են ցանկացած քննադատությունից։ Ամենափոքրից քննադատության համար, ասենք մի հատ Facebook-յան գրառման համար մարդուն ձերբակալում տանում են, հետո պաշտոնապես արգելում են, չէ՞ ոնց որ երեք Արեն Ղևոնդյանին արգելեցին հրապարակային խոսքը, այսինքն մարդը պրոֆեսիոնալ քաղաքագետ է, պրոֆեսիոնալ։ Ինքը քաղաքական գործիչ չէ, ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չէ, ուղղակի պրոֆեսիոնալ կարծիքն է հայտնում, որի մեջ նաև կա քննադատության տարեր այսօրվա ռեժիմի նկատմամբ։ Եվ այս ամենի համար ձերբակալել, հետագա տանել մի ամբողջ օր պահել, հետո դատարանով վախեցնել ու արգելել նրան գրառումներ անել, սա գիտեք արդեն ցինիզմի վերջին երևույթներից մեկն է։ Բայց սա նաև նշանակում է, որ մենք գտնում ենք շատ վատ իրավիճակում եւ շատ սխալ ճանապարհ է այսօրվա ռեժիմը ընտրել, գնալով ուժեղացնելով այս ահաբեկչությունը բնակչության եւ քաղաքացիների նկատմամբ։
Մանդատների հարցն է հիմա շատ քննարկում, արդյոք պետք է ընդդիմությունը վերցնի, թե ոչ, դուք ինչ կարծիք ունեք։ Գիտեք, սա մի հարց է, որ ընդդիմությունը ինքը պետք է որոշի։ Եթե հրաժարվում են, պետք է միասնաբար հրաժարվի։ Բայց եթե ընդունում են, պետք է միասնաբար ընդունեն։ Այսինքն նորից ես վերադառնալու եմ ինչ որ ասել եմ, ընդդիմությունը հիմա պետք է փորձի միասնական գործել։ Եթե հրաժարվում է, ինչ է փոխում։ Դե ըստ գործող սահմանադրության ոչինչ չի փոխում։ Իդեպ եկեք հիշենք, որ մեր հարևան Վրաստանում ընդդիմությունը հրաժարվել է մանդատներից։ Այնտեղ 150 հոգանոց խորհրդան է, որից մոտապես 49 հոգին ընդդիմադիրներ են, որոնք չեն վերցրել մանդատները, 101-ը պրոիշխանական։ Բայց ինքը գործում է։ 101 հոգանոց այդ խորհրդանը գործում է առանց որևէ պրոբլեմ։ Բայց միգուցե վերցնեն եւ տան մյուսներին այդ ձայները։ Դե օրենքը չնայած դա բացառում է։ Օրենքը դա չնայած բացառում է, ես չկան հասկանում։ Բայց նաև կան տարբեր միջոցներ կան, ասում են, որ դա տարբեր մեկնաբանություններ, այո, որ բացառված չէ, որ քանի որ սահմանադրությունում հստակ ասած է, որ խորհրդանը պետք է լինի նվազագույնը 101 հոգի, շատ իրավաբաններ բացատրում են, որ բացառված չէ, որ ասենք թե չգիտեմ, ասեն այդ ճգնաժամը լուծելու համար որոշել են, որ հաջորդ ուժերին սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանի միջոցով օրենքի այդ կետը, որ կարող են չվերցնել եւ այլն, հակասահմանադրական ճանաչի եւ հնարավորություն տա, ասենք պրոիշխանական կամ ավելի լոյալ իշխանության, ասենք ուժերին մուտք գործել խորհրդարան։ Այսինքն սա բացառել չեն կարող, ես չեմ պնդում, որ դա այդպես է գնում, բայց դա բացառել չեն կարող։ Եվ դա ձեռնտու կլինի իշխանության այս դեպքում։ Միանշանակ, նույնպես եմ կրկնում, դա պետք է որոշեն իրենք։ Իմ խորին համոզմամբ այնուամենայնիվ, եթե Բարգավաճ Հայաստանը մտնում է ներս, իսկ ես ունեմ համոզմունք, որ հենց դա այդպես էլ կլինի, այդ դեպքում անպայման պետք է վերցնել մանդատները, անպայման, որովհետև դա հնարավորություն կտա իսկապես իշխանություններին զրկել այդ 3/5-ից եւ ինչ կուզեմ էլ կանեմ այս իրավիճակից, այս տրամաբանության մեջ կամ այս փիլիսոփայության մեջ գործելու իրենց հնարավորությունից զրկել։ Ամեն դեպքում կարծում եք չեն գնա այնպիսի գործընթացի, որ թույլ չտան Բարգավաճ Հայաստանը մտնի խորհրդարան։ Չէ, գործընթացի կգնայի, բայց ես համոզված եմ, որ եթե վաղը, եթե 3 ընտրատեղամասերում ընտրությունները նորից իրականացնեն, իսկ իրանք պարտավոր են դա վաղ հայտարարեն դրա մասին, ապա ես համոզված եմ Բարգավաճ Հայաստանը նույնիսկ ավելի շատ ձայն կհավաքի, քան թե հավաքել էր մինչև այդ։ Ռուսաստանի կողմից շնորհավորելը ինչ է նշանակում։ Գիտեք, դժվարում եմ ասեմ ինչ է նշանակում, որովհետև Ռուսաստանի պահվածն էլ միանշանակ չի։ Այսօր չգիտես ինչու կարծիք կա, որ ռուսները իբր թե դեմ են Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ դա սխալ մոտեցում է։ Ռուսներն առանձնապես չէ հետաքրքրում թե ով Հայաստանի իշխանության։ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանը, թե ով ուզում է լինի։ Իրենք ցանկացած եթե կարեն աշխատեն, հետո իրենք շատ լավ հասկանում են աշխարհակաղակական իրավիճակը, շատ լավ հասկանում են, որ առանձնապես Հայաստանը շատ էլ գնալու տեղ չունի։ Լավ են գնալու մոտապես ես տենց եմ պատկերացնում այս տրամաբանությունը։ Հա դե նախ Եվրամիությունը մեզ չի հրավիրել, երկրորդը Եվրամիությունը մեզ չի կարող գազով ու ալյուրով ապահովել ու ցորենով ապահովել կամ այլ տեսակի վառելիքներով։ Հետևաբար Հայաստանը մի իրավիճակում է, որ Հայաստանում պետք են adekvat իշխանություններ, որոնք կարողանան եւ Ռուսաստանի, եւ Եվրամիության, եւ Միացյալ Նահանգների, եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հստակ աշխատեն։ Այս սրանք մեր համար առաջատար երկրներն են։ Հնդկաստան, Չինաստան պետք է այս ուղղություններն զարգացնեն։ Թուրքիայի, Ադրբեջանի հետ պետք է որոշակի հարաբերություններ պահպանել, բայց այն անկեղծ բարեդրացիականություն, որոնք փորձում են սրանք մտցնել Թուրքիա, Ադրբեջան, եկեք չմոռանանք, դա սուտ ու կեղծ է։ Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ նպատակ ունեն Հայաստանը ոչնչացնելու եւ իրանք այդ իրենց այդ ռազմավարության մեջ ոչ մի քայլ հետ չկանգնելու, այլ բանա իրանք այդտեղ տարբեր մեթոդաբանություն կընտրեն, պատերազմի մեթոդաբանություն, կամաց ներխուժման, այսինքն մի Տիգրանաշենի եւ Տավուշի վերցնան միջոցով, որտեղ նայեք, եթե ասված չեն, ասենք Տավուշի հետ անկլավ կոչվածները վերցնեն, եթե քարտեզը նայեք, ապա գալիս են ուղղակի կախվում են Իջևանի եւ Ալավերդու գլխի։ Այսինքն նրանց դիրքեր են ստանում, որ այս երկու քաղաքները ուղղակի իրենց դառնում են կրակային ազդեցության տակ են հայտնվում։ Հետաբար ուղղակի ես մեզ կոմիսարը ինչ եմ պահանջում, որպեսզի վերցնեն մանդատների թույլ չտալու 3/5, որպեսզի թույլ չտան այդ սցենարի կրկնությունը։ Իջևանից եւ Արարատի մարզի Տիգրանաշենի հանձնումը պետք է ամեն կերպ չեղարկվի, ամեն գնով, չի կարելի դա թույլ տալ։
դա ուղղակի Հայաստանի վերջը կլինի։ Հայաստանը ինքը կվերածի մի հատ մեծ անկլավի, եւ որ Իջևանով դեպի Թիֆլիս ճանապարհը կփակվի, երբ որ Արարատի մարզով դեպի Սյունիք ճանապարհը կփակվի, ստիպված պետք է գնանք երկար շրջանցիկ ուղիներով, ինչը նորից խոսում է Հայաստանի թուլացման մասին։ Իսկ ասված չան, եթե այսպես կոչված թրիփնել աշխատի, ընդհանրապես դեպի Մեղրի այդ ճանապարհ փակվում, մեր հարաբերություններն ավարտանում Իրանի հետ, այդ ճանապարհը կարող է վաղամիս օրը հարվածային հարված իր վրա ընդունել, ասենք Իրանի կողմից, որպես ամերիկյան պրոյեկտ եւ այլն եւ այլն։ Այսինքն Հայաստանում ազգային եւ adekvat իշխանություններ են պետք, ինչը ցավոք սրտի այս բանը չկա։ Իսկ գազի գնի բարձրացման վտանգ դուք տեսնում եք, որ կարող է լինել։ Եվ իդեպ Խուդատյանը տարածքային ենթակառուցվածքների նախարարը ասում էր, որ մենք այլընտրանքներ ենք մշակել եւ ժողովուրդը վնասներ չի կրի, ինչ այլընտրանքներ են լինելու։ Գիտեք, ես մի բան եմ ուզում հատուկ շեշտեմ։ Այսօրվա իշխանությունները այնքան ստեր են խոսացել, որ մեկնաբանել, բացատրել։ Բայց կա հնարավորություն, ինչ այլընտրանքներ պետք է մշակեն, որ ես իրանց ուղեղը չեմ կարող մտնել, որ հասկանանք ինչ այլընտրանքի մասն է խոսում։ Եթե իրանց հույսը արևային էներգետիկան, ապա այդ այլընտրանքի կբերնա, որ պետք է էլեկտրաէներգիայի գները բարձրանա։ Եթե մեր հաշվին այլընտրանքը դա գազի հետ կապված է այլընտրանքը։ Գազի հետ կապված այլընտրանք չկա։ Կարող են Իրանից բերեն գազ, բայց դեռ մասշտաբները չի ունենա։ Չէ, մասշտաբը կունենա, մեր խողովակը հնարավորություն է տալիս դա Հայաստանին 100%-ով ապահովել իրանական գազը։ Բայց քանի որ Իրանը հիմա ինքն է գտնվում ծանր վիճակում, ես վստահ չեմ, որ Իրանը կարողանա մեզ այդ ծավալի գազ մատակարարել։ Դա ասված որ կարողանա, դա լավ կլինի, բայց դա նաև չի նշանակում, որ Իրանը մեզ այդ գազը կտա, ասենք նույն ռուսական գազի գնով։ Որտեղ այդ գնի գազը իսկապես չկա էլի աշխարհում։ Տենց գնով գազ մենակ կա Միացյալ Նահանգներում, բայց դրանից բերել սա լուրջ չէ էլի Հայաստան։ Այսինքն այլընտրանքները իրականության մեջ շատ քիչ են։ Հիմնականում չկան։ Առավելևս երբ որ այդ այլընտրանքներով զբաղվում են մարդիկ, որոնք շատ դիլետանտ վերաբերմունք ունեն այդ ամենի նկատմամբ, ու շատ դիլետանտ պատկերացումներ, թե ինչի մասին է խոսքը գնում։ Ուղղակի հայտարարություններ են մարդկանց փոխելու համար, որ այլընտրանքներ կան, վնասներ չենք կրի եւ այլն։ Նայեք, իրենք վերջին 5 տարում ինչքան այդ տիպի հայտարարություններ են անում, չէ՞, իրանք դեռ 3 տարի առաջ ասում էին, որ նոր ատոմակայան են կառուցում, հիմա մոռացել են դրա մասին, ասում են, որ ընդամենը 10 տարով երկարացնելու են։ Ասում են, որ ստեից ընդեից, չգիտեմ, ադրբեջանական գազ էին բերում, հեսա եւ այլն եւ այլն։ Այդ տիպ այնքան հայտարարություններ են, մեկ մյուսից ավելի անլուրջ, որ ես ուղղակի հոգնել եմ ամեն անգամ ասել, որ մի հավատացեք այդ մարդկանց հայտարարություններին։ Westinghouse-ների պտե գալու Հայաստանում ատոմակայան կառուցի։ Այս մարդկանց անլրջությունը ուղղակի սահմաններ չունի, էլի։ Դա ընդհանրապես PR-ի բնագավառ է։ Այս հարցերը մնում են անորոշ, փաստորեն։ Միանշանակ այս հարցերում իրանք չունեն այլընտրանք, իրանք չունեն լուծումներ եւ շատ անորոշ իրավիճակ է։ Ու եթե ասված չանի, իսկ հունվարի 1-ից ռուսները գազի գինը բարձրացնեն, ապա դա աղետաբեր կլինի ընդհանրապես մեր տնտեսության համար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Զրուցակիցս Հայ-Աքվե ազգային քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։